Ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է մշակել, որի համաձայն նրանք, ովքեր ստացել են պարգևատրական զենք, մինչև հուլիսի 1-ը պետք է դրանք հանձնեն։ Ըստ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագիծը մի քանի նպատակ ունի։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեն, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում։ Արփինե Սարգսյանի պնդմամբ զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նախարարությունը շարունակելու է մոնիթորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների մասով ինչպիսի փոփոխություններ պետք է կատարվեն։ Արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով։ Նախարարը նշել է, որ օտարերկրյա պետություններից տրամադրվող նաեւ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում նախարարությունը հստակ սահմանափակումներ չունի եւ ըստ Սարգսյանի նախագծի բուն նպատակներից մեկն էլ եւ նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում եւ ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերից։ Եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Ներքին գործերի նախարարն անդրադառնալով Չարենցավանում տեղի ունեցած վերջին դեպքերին, երբ ոստիկանության պետի տեղակալն այլ ծառայողների հետ ծեծի էր ենթարկել Արցախից բռնի տեղահանված քաղաքացուն, նշել է, որ այս պահին հարցը գտնվում է դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում։ Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն, հաշվի առնելով հատկանիշների, առերևույթ հատկանիշների առկայությունը, դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը, այս պայմանությամբ արդեն դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում է հարցը, երբ որ հանգուցալուծումը լինի, կվերադառնանք ծառայողական քննությանը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև վիրտուալ հարթակներում տեղի ունեցող հանցագործություններին։ Դիտարկմանը, թե տելեգրամյան ալիքներում կանանց կեղծ մերկ լուսանկարներ են տարածվում, որով էլ նրանք շանտաժի են ենթարկվում, սակայն մինչև օրս հանցագործները բացահայտված չեն, նախարարը հորդորել է լինել զգոն եւ հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում։ Ըստ Սարգսյանի, թե շանտաժի եւ թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով օր-օրի նոր խնդիրներ են ի հայտ գալիս։ Իրականում թե շանտաժի առումով, թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով ես պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով, հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը եւս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են, հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները եւ երբ որ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները կամ այլ հնարավորությունները application-ների տրամաբանության մեջ, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը, որովհետև հիմնականում գործ են ունենում արդեն նաև միջազգային գործակցության շրջանակներում հարցի անդրադարձի հետ, որտեղ որ շատ հաճախ հաջող, այսպես ասեմ, փորձեր չեն ունենում բոլոր դեպքերի մասով։ Նախարարը նաև անդրադարձել է լուրերին, ըստ որոնց Գյումրիում սպասվող ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքացիներ իրենց գրանցման վայրը փոխում են, որ կարողանան մասնակցել դրանց։ Սարգսյանի պնդմամբ ներկապահին Գյումրիում կամ Փարաքարում գրանցվելով անհնար կլինի մասնակցել գալիք ընտրություններին։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։